Ֆրանսիայից եւ Հայաստանի տարբեր մարզերից ժամանած մեր գործընկերներին եւ մաղթել արդյունավետ քննարկումներ։ Կցանկանայի նաեւ շնորհակալություն հայտնել Սյունիքի մարզին եւ Գորիսի քաղաքին։ Ինձ համար կրկնակի հաճելի է մոտ 30 տարի հետո վերադառնալ Գորիս, որտեղ այստեղ անցկացրել եմ իմ զինվորական ծառայությունը եւ տեսնել այսպիսի հրաշալի քաղաք, տեսնել այսպիսի զարգացում, դինամիկ զարգացող քաղաք, որի վիճակի այսօր հյուրընկալել նման խոշոր միջազգային միջոցառումները։ Վերադառնալով հարցին կապված Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցությանը, բնականաբար խնդիրը պետք է դիտարկենք հայ-ֆրանսիական բազմավոլորտ, բազմաշերտ հարաբերությունների համատեքստում։ Արդեն բազմիցս նշվեց, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները ունեն պատմական, մեծ, այսպես հետագից, հիմնված ընդհանուր արժեքների վրա, պատմական ամուր կապերի վրա։ Այսօր Հայաստանը եւ Ֆրանսիան որպես պետություններ ունեն կայուն առանձնաշնորհյալ հատուկ հարաբերություններ, որոնք նաեւ ներգրավված են արդեն ռազմավարական նշանակության ոլորտներում, ինչպիսին է պաշտպանությունը, տնտեսությունը, ենթակառուցվածքները եւ հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում գրեթե ամեն օր։ Նշվեց արդեն, որ մի շաբաթ առաջ Հայաստանում էր Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը եւ բավականաչափ հետաքրքիր եւ արդյունավետ այց տեղի ունեցավ, ստորագրվեցին մի քանի փաստաթուղթեր եւ անդրադարձ կատարվեց նաեւ ապակենտրոնացված համագործակցությանը։ Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններում միջկառավարական, միջխորհրդարանական, հասարակական, մշակութային եւ այլն կարեւորագույն դեր է խաղում նաեւ ապակենտրոնացված համագործակցությունը, որը սկսվել է մեր հանրապետության անկախացումից ծնունդից ի վեր։ Ունենք բազմաթիվ արդեն նշվեցին գործընկերություններ, երկու քույր քաղաքներ եւ օրեցօր այս համագործակցությունը զարգանում է։ Ապակենտրոնացված համագործակցությունը Չնայած Հայաստանը եւ Ֆրանսիան ունիտար պետություններ են այսպես կառուցվածքի տեսակետից, բայց այն հնարավոր է դառնում նաեւ միջազգային հարաբերությունների ժողովրդավարացման հետ զուգընթաց, երբ որ միջպետական, այսպես տրադիցիոն հարաբերությունների կողքին ձևավորվում են նաեւ համայնքների միջև հարաբերությունները, ի լրացում են միջկառավարական հարաբերությունների։ Սա մի նոր ոլորտ է, որտեղ հնարավոր է դառնում նպաստել երկրների տարածքների կայուն զարգացմանը, բերել միջազգային համերաշխություն եւ նպաստել համայնքային զարգացումներին։ Հիմա կոնկրետ ձեր հարցը, թե ինչ նշանակություն ունի ռազմավարական հարաբերությունների տեսակետից, բնականաբար Հայաստանի համար ապակենտրոնացված համագործակցությունը Ֆրանսիայի հետ ունի ռազմավարական բնույթ եւ կբերեմ ես մոտարապես 5 փաստարկ, թե ինչու է այդպես։ Առաջի հերթին այս համագործակցությունը նպաստում է մեր անվտանգությանը։ Տեսեք, Հայաստանի հիմնական մարզերը, այսպես Սյունիքը, Վայոց ձորը, Գեղարքունիքը, Տավուշը, հիմնական նկատի ունեն, որոնք ներգրաված են համագործակցության մեջ, սահմանամերձ են եւ բավականաչափ ունեն խոցելիություն։ Եվ այսօր մենք Սյունիքի մարզում ենք եւ այս միջոցառման կազմակերպում ենք այստեղ, սա սիմվոլիկ է նաեւ խորհրդանշանական մեր աջակցությունը, ֆրանսիական կողմի աջակցությունը Սյունիքի դիմակայունությանը եւ Հայաստանի ընդհանրապես անվտանգության խնդիրներին։ Երկրորդը քաղաքական առումով 20 թվականին 44-օրյա պատերազմից հետո 23 թվականին Արցախից Լեռնային Ղարաբաղից մեր տեղահանված բնակչության Հայաստան բնակչության տեղանման ընթացքում Ֆրանսիայի բոլոր գրեթե համայնքները ընդունեցին եւ մարզային ռեգիոնալ եւ այլ կառույցներ ընդունեցին բանաձևեր, սատարեցին հումանիտար աջակցությամբ եւ նաեւ քաղաքական լուրջ աջակցություն ցուցաբերեցին այս ամբողջ ընթացքում, երբ որ Հայաստանը ապրում էր այդ դժվարին տարիները։ Տնտեսական առումով նույնպես ապակենտրոնացված համագործակցության կարևորագույն ուղղություններից մեկն է նաեւ համայնքների տնտեսական կարողությունների ամրապնդումը։ Եվ կան բազմաթիվ ծրագրեր, հիմա վստահ եմ գործընկերները կխոսեն դրա մասին։ Մյուսը դա Հայաստանի Սփյուռքի ներգրավումն է նաև ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում։ Արդեն նշվեց, որ հայկական Սփյուռքը Ֆրանսիային բավականին կարևոր դեր է կատարում ինտեգրված ֆրանսիական հասարակության մեջ եւ նաև կան նաև թիմերի մեջ ներգրաված հայ ազգի գործիչներ, որոնցից ոմանք այստեղ են եւ մասնակցում են միջոցառմանը։ Եվ այս ապակենտրոնացված համագործակցությունը կառուցվածքային մեխանիզմ է ապահովում նաև Սփյուռքի ներուժի ներգրավմանը Հայաստանի
թիմերի զարգացման գործում։ Եվ վերջապես վերջում կուզենայի նշել նաև, որ այս համագործակցությունը նաև աջակցում է Հայաստանի ժողովրդավարությանը, տեղական ժողովրդավարությանը, գիտեք, որ այսօր մեր ինքնության կարևորագույն մասն է կազմում նաև ժողովրդավարական երկիր լինելը, ի ժողովրդավարությունը սկսում է նաև տեղերից։ Եվ այս համագործակցության շնորհիվ է նաև, որ մենք բերում ենք ֆրանսիական փորձը օգնելու մեր համայնքներին լուծելու իրենց խնդիրները եւ զարգացնելու տեղական ժողովրդավարությունը։